Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Նաիրա Զորաբյանը։ Բարև ձեզ, Տիկին Զորաբյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ինչ ասեմ, երեկվա ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակությանը ողջ հանրությունը հետևեց, իսկապես խելագարը դառնում է անկառավարելի եւ անվերահսկելի։ Ինչի մեջ ենք մենք, Տիկին Զորաբյան։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանը իր կնոջ հեղինակած կրթվելը նորաձև է ծրագրի շրջանակում երեք ազգային ժողովում ընդդիմադիր падգամավորներին անվանեց համբալ, սպառնաց ոտքերը ինչ ասեմ, ոտքից կախել, սպառնած ոտքից կախել, կգցեմ ԱԱՑ-ի պատվալները, ձեռքով ժեստ ցույց տվեց, որ վիզ կկտրեմ, փաստորեն հայի վիզ կտրում է Ռամիլ Սաֆարովը, հայի վիզ կտրում է Թալիաթ Փաշան, այն մյուս երիտ թուրքերի հետ միասին, հայի վիզ կտրում է Ռամիլ Սաֆարովը եւ հայի վիզ սպառնում է կտրել Նիկոլ Փաշինյանը, կրկնում եմ, այս ամենը տեղի է ունենում Հայաստանի երրորդ հանրապետությունում, ամենաբարձրագույն ներկայացուցչական մարմնում ազգային ժողովում, որտեղ Նիկոլ Փաշինյանը կատաղում է եւ սկսում է ամենազարհուրելի սպառնալիքները եւ հայհոյանքները տեղալ ընդդիմախոսների հասցեին։ Նույն այդ ժամերին, երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր падգամավորներին անվանում էր համբալ, սպառնում էր ոտից կախել, գցել ԿԳԲ-ի պատվալները, նույն այդ ժամերին 30-ամյա մի կին, երկու անչափահաս երեխաների մայր հրավիրվում է դատախազություն, դատախազությունից տանում են քննչական կոմիտե, իսկ գիտեք ինչի համար, միայն նրա համար, որ 30-ամյա կինը երկու անչափահաս երեխաների մայր կինը համարձակվել էր Facebook-յան իր էջում գրել, որ հող հանձնողի ձեռքը պիտի կտրել, բա ինչ, հող հանձնողի ձեռը պիտի պաչել Նիկոլ, այսինքն մենք տեսնում ենք շրջված իրականություն եւ 2 օր առաջ էլ դատավորը հրապարակեց վերջնական դատավճիռը, հիշում եք 1 տարի առաջ, ապրիլի 24-ին Ծիսեռնակաբերդի հուշահամալիրի մոտ այն տղամարդը, ով Նիկոլ Փաշինյանի կնոջը գոռաց հողատու, 3 առաջի օրը նրա հանդեպ կիրառվեց տուգանք 375,000։ Ես ներողություն եմ խնդրում Տիկին Զորաբյան, տեսեք, քիչ առաջ էլ սա Տիկին Զորաբյանին ցուցադրեցի, Հայելի.am Facebook-յան էջ տեղադրել ենք Նիկոլ Փաշինյանի ուղղակի նկարը։ Եվ 700-ից ավել հայհոյանքներ, այո։ Ուրեմն ինչ ասեմ, թուրք, զզվանք, տականք, մարդասպան, մարդակեր, շակալ, այսինքն ինքը ես անհարմար եմ զգում ճիշտ ասած, աբիժնիկ, հոգեկան, ժանոցի ապրանք, չարիք, զիբիլ, թուրքի ինչ խոզի մսին, թուրք խոզի մսին, էսի մարդ չի, հոգեբուժարանի ապրանք։ Բոլորը իրենց դեմքով, իրենց էջով 760 հոգի միայն այս էջում։ Հիմա ի՞նչ է պատրաստվում անել։ Հիմա ասեմ։ Ես անհարմար եմ զգում, ճիշտ ասած, սա անհնար է ջնջել եւ ցանկացած նման խոսքին, խնդրում եմ Տիկին Զորաբյան, այ ոչ ասեք չափազանցությունա, քանի լայք ամեն մեկին ցանկացածը հոգեկան հիվանդ, հայվան, հիստերիկ տավար, հոգեկան շիզոֆրենիա։ Սա հայ ժողովուրդն է, չէ՞։ Հայ ժողովուրդը ի՞նչ է անելու այս հայ ժողովրդի։ Ուրեմն հիմա բայց գալիս ենք ամենակարևոր հարցին, ինչի Նիկոլ Փաշինյանը 3 ազգային ժողովում իրան պահեց, հիվանդասենյակ համարվեց հաճախորդի նման, որովհետև իրեն հարց ուղղվեց իր քաղաքական թիմի թալանի մասին։ Իսկ գիտեք ինչի է Նիկոլը կատաղում թալանից, որտև Նիկոլը պատրաստվում է առաջիկա ընտրություններում, կլինեն դրանք հերթական թե արտահերթ, Նիկոլը 2 թեմա է պատրաստել հասարակությանը կրկին այդ 2 թեմայով խաբելու համար, մեկը թալանն է, որ նորից ասի նորից ընտրեք ինձ, բերելու եմ թալանը, նախկինները թալանը, եւ երկրորդ թեման, որ պատրաստել է Նիկոլը, դա խաղաղությունն է, որ նախկինները եկան կամ որևէ այլ քաղաքական ուժ եկավ իշխանության, իրանք պատերազմ են բերելու, իսկ ես եկա խաղաղություն եմ բերելու։ Ես հիմա ձեզ համար հրապարակելու եմ, հիշում եք, չէ, 18 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը դագաղներով,
ջախջախթում էր իշխանությունը, ասում էր, չէ, տարել են, թալանել են, միլիարդները բերելու եմ, այս ժողովուրդն էլ իր տանը դարակում միացենց առանձին հատված իրանց այդ մայկատրուսիկը հանել էին, դարակը բացել էին, որ Նիկոլը հեսա թալանը բերելու է, իրանք Նիկոլի ասած 7 անգամ ռեմոնտ արած թախտին նստած վայելելու են թալանը։ Ես հիմա ձեզ հրապարակում եմ պաշտոնական թվեր, թե 7 տարվա մեջ Նիկոլի ասած այդ միլիարդների թալանը ինչա վերադարձվել Հայաստանի Հանրապետությանը եւ այսպես 7 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությանը վերադարձվել է ընդամենը 9 հատ 9 անշարժ գույք, ինչ որ կես հեկտար հող, 0.8 հեկտար հող, վերադարձվել է 2 մեքենա, որից մեկը ակումուլյատորը հանած 2010 թվականի փթած Range Rover եւ վերադարձվել է ընդամենը 1.8 միլիոն դոլար։ Սա 7 տարվա այդ որ աղաղակում էր, ճվում էր նաև լրագրող ժամանակ, նաև պատգամավոր ժամանակ թալանը։ Իսկ ինչքան է գողացվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Նիկոլը ինչի կատաղեց, երբ որ նրան հարց տվեցին իր թիմակիցների լայնամասշտաբ թալանի մասին, ես դրա մասին չեմ խոսում, որտեվ սենց ժամերով կարող ենք խոսել եւ դրան գումարեք, հիմա հաշվեք 1.8 միլիոն Նիկոլը իր հրապարակած միլիարդների թալանից ընդամենը վերադարձվել է պետական բյուջե, երբ որ մի նարկաման վիժվածքի Snoop Dogg-ի Հայաստանի պետական բյուջեից տրվել է այդպես էլ չկայացած համերգի համար 6 միլիոն դոլար, որը այդպես էլ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չի վերադարձվել։ Հասկացաք, չէ՞, այդ որ ասում էր թալանը տարել են, լափել են, հեսագան բերելու են 9 հատ գույք, կես հեկտար հող, 0.8 հեկտար հող, 2 հատ մեքենա եւ 1.8 միլիոն դոլար, որ խոսում էր 30 միլիարդ դոլար, չգիտեմ 8 միլիարդ դոլար սա է տարել, 4 միլիարդ սա է տարել, 10 միլիարդ սա է տարել եւ հիմա, քանի որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում առաջիկայում կրկին իշխանությունը զավթել թալանը ծրագրի շրջանակում, ինքը գազազում է, ինքը հայտնվում է երեկվա ազգային ժողովի հոգեկան վիճակում, երբ որ իրեն ասում են, որ թալանը դուք եք, թալանը քո թիմակիցներն են եւ ասում են փաստերով ու թվերով եւ հիմա պատկերացնում եք Նիկոլը ինչ վիճակում կհայտնվի, երբ որ առաջիկայում մենք փաստերով, ինչպես անում ենք ամեն օր, ներկայացնենք, որ Նիկոլ Փաշինյանը մնաց խաղաղություն չի լինելու, որտեղ Նիկոլ Փաշինյանը 4 պատերազմ բերած Նիկոլ Փաշինյանը ինքը հենց այն նռնակն է, պատերազմի այն բաց ռումբն է, որ դրված է Հայաստանի պետականության տակ եւ պատահական չէ, որ վերջերս, երբ որ Ալիևին հարցրել էին, որքանով է հավանական նոր պատերազմը Հայաստանի հետ, Ալիևը պատասխանել էր, այո, նոր պատերազմը ամեն օր հավանական է, քանի դեռ Հայաստանը չի կատարել մեր բոլոր պայմանները։ Իսկ գիտեք, բացի սահմանադրության փոփոխությունից, բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից, որը ուղղակիորեն փակելու է արցախցիների Արցախ վերադառնալու ցանկացած հնարավորություն, ինչ նոր ծրագրեր ունի Ադրբեջանը։ Նախորդին ես նայում էի ադրբեջանական ASTV-ին, իրանց պաշտոնական հեռուստաընկերությունը, որը նոր հեռուստաշարք է սկսել Արևմտյան Ադրբեջան անվանմամբ եւ այդ հեռուստաշարքի վերջի ֆիլմը, իմ տեսած վերջի ֆիլմը դա շարունակական է, վերաբերում էր ադրբեջանական Երևանին եւ մի ամբողջ կես ժամանոց ռեպորտաժ էր, թե ինչպես դավաճան հայերը դավաճանական գործողություններ կատարեցին Երևանի Բերդի տարածքում եւ դրան հետևեց մեկ այլ ռեպորտաժ, որ հիմա քննարկվում է Ադրբեջանի Միլի Մեջլիսում եւ առաջիկայում օրենքի նախագծի տեսք հաստանալու, որ Ադրբեջանը, երբ որ 300,000 ադրբեջանցիներ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ
կգան կվերաբնակեցվեն իրանց ասելով իրենց պատմական հայրենիք Հայաստան, նրանք օրենսդրական նախաձեռնությամբ պահանջելու են մշակութային ինքնավարության կարգավիճակ, որ Հայաստանի Հանրապետությունում լինելու է Ադրբեջանի մշակութային ինքնավար մարզ, իրանք ունենալու են իրանց հերուստատեսությունը, մասնակցելու են 26 թվականի, եթե հասցնեն մինչ այդ տեղափոխվել Նիկոլի թեթև ձեռքով խորհրդարանական ընտրություններին, ունենալու են իրանց մի քանի պատգամավորը, որտեղ ասում են, ես այդ ռեպորտաժն եմ նայել ASTV-ի 300,000 համայնքը առնվազն 3 պատգամավոր պիտի ունենա ազգային ժողովում Հայաստանի, իրենց դպրոցները, կրթօջախները եւ այլն եւ այլն։ Եվ հիմա, քանի որ Նիկոլ Փաշինյանը 2 կուտ է պատրաստել, կներեք այդ բառի համար, սիրելի հայրենակիցներ, նորից ձեզ խաբելու թալանը նախկինների եւ ես բերելու եմ խաղաղություն, ինքը ուղակի գազազում է, ինքը ընկնում է հիստերիկայի մեջ, ինչպես մենք տեսանք 3 ազգային ժողովում, երբ որ մարդիկ տվյալ դեպքում ընդդիմադիր պատգամավորները նրա առջև փաստարկված դնում են իր թիմի թալանի փաստերը եւ ինչ անում Նիկոլ Փաշինյանը, սկսում է սպառնալ, սկսում է գեներալին անվանել համբալ, չգիտի ինչ անի, իրան խելագարի տեղ դնի, սկսի սպառնալ, չգիտի ինչ անել, դե բացատրի, դե պատասխանի, կոնկրետ իրան հարցեր են տալիս, քեզ հարց են տալիս, քեզ ասում են եւ ասում է ես մամուլ հարց են տալի, ասում են ձեր թաղապետը ձեր կոալիցիոն գործընկերոջ քվոտայով ձեր թաղապետը ուղիղ եթերում քացիներով մարդածեծում, ասում է ես մամուլ չեմ նայում, բա որ մամուլ չես նայում, այդ մամուլը ոնց է իր ցիտում, ասում է իր ձեր մասին գրում են ռսի շպիոն, տանելու եմ գցեմ ԱԱՑ-ի պատվալները, բա քո մասին ինչ են գրում, բա կարդամ նորից, հա կարդամ ընդամենը մեկ հրապարակման տակ վիժված թուրք մարդասպան կարդամ ես չեմ կարող այս մի գրածը թե քեզ եւ քո ընտանիքին ինչ պետք է անել կարդալ որտեվ ես սրա հետ համաձայն չեմ որտեվ քեզ պիտի պահել ողջ չէ ողջ ազգն է չէ այո սա ողջ ազգն է հրապարակման տակ 700 նման 760 Տիկին Թովմասյան նայեք իր Facebook-յան էջում իր պոակը չի հասցնում իր եւ իր կնոջ էջի Ուրեմն այդ հայհոյանքները մաքրել ինչ ողջ ազգին ծեփելու ես պատերով տալու ես ասֆալտին ոտից պատվալները գցես վիզը կտրել տաս հա ոտերից կախելու ես վիզը կտրելու ես այս նշանը ես բազմաթիվ անգամ տեսել եմ այս վիզը կտրելու նշանը որ երեք Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց իր քաղաքական օպոնենտներին, ես բազմաթիվ անգամներ տեսել եմ միջազգային կառույցներում, երբ իր ելույթներից հետո դահլիճում նստած ադրբեջանցին նայելով իր կողմը սենց էր անում, ինձ ասում էր վիզդ կտրելու ենք, երեք այդ նույն ժեստը Թուրքի եւ ադրբեջանցու ազգային ժողովի դահլիճում ոչ թե Թուրքի, այլ հայի հանդեպ ցույց տվեց Նիկոլ Փաշինյանը, բա տենց տղա Ես Ալիևը որ քեզ ասում է հարբած ծաղրածու այդ ժեստը վիզը կտրելու Ալիևին ցույց տուր բան չի կարաս Ալիևին ցույց տաս կամ Էրդողանին ցույց տուր որ կանգնեց եւ հայտարարեց ինչպես ես հաղթեցի Արցախյան պատերազմը Եվ Սիրիայում պատերազմը նույնը լինելու է մնացած վայրերում, բա կանգնի Էրդողանին ու Ալիևին ասա վիզդ կկրտրեմ, թե իրանց ժամանակ դու քո դուխով գլխարկը կորցրած ես լինում։ Ուզում եմ անդրադառնալ նաև նորից էլի ինչ որ դեմագոգիա արեց, ես 3 նախագաներին եկեք դիմացս կանգնեք, հրավիրում եմ, հա, բանավեճի, գիտեք ինչի է դա անում, որտեղ ուզում է ցույց տա, որ իրա դիմաց կանգնած է, հա, չէ, ուզում ասի, որ ես 3 նախագաների հետ նույն քաղաքական եւ մարդկային հարթության մեջ եմ։ Մարդիկ քեզ պատասխանել են, պետք չի որևէ մեկին հրավիրել բանավեճի։ Մարդիկ քեզ պատասխանել են բանավեճից առաջ հրապարակի այս 30 տարվա փաստաթղթերը բանակցային։ Այն մյուսները կորցրել ես, ասում ես կանդիցիաներ
կանձիցաների տակա սառնարանի մեջա չեմ կարում գտնեմ։ Նիկոլ հրավիրի ինձ, կանձիցաների տեղը ցույց տուր, ես բոլտով կգամ, այդ կանձիցաները կհանեմ եւ կքանդեմ եւ հավատացնում եմ, եթե կանձիցաների տակա կամ քո սառնարանի մեջա, այն իկրան կբրթեմ մի կողմ, ընդեղից կհանեմ բանակցային 30 տարվա փաստաթղթերը։